Բարև ձեզ սիրելի աղեղնավորներ, սա ձեր աստղաբանական կանխատեսումն 2026 կարմիր հրեղենձի տարվա համար։ Իհարկե, ինչպես եւ բոլոր կենդանակերպերի համար եւ առասարական ողջ մարդկության համար 26 թվականը լինելու արմատական փոփոխությունների, անսպասելի կայծակնային զարգացումների տարի, որտեղ ձին ինքը կայծակնային է, հիշենք մեր էպոսի Քուրքիկ Ջալալին, շատ անկանխատեսելի վարքագծով, հա, այդ կենթանին, որը սավառնում է երկնքում եւ իջնում է գետնի տակ, կարող է այդպես լինել։ Նու իհարկե աղեղնավորների համար այդ տեղաշարժներն ու փոփոխությունները վերաբերվելու են հիմնականում անձնական եւ գործնական ոլորտներին։ Եվ դա պայմանավորված կլինի նախ եւ առաջ հենց տարվա սկզբից դուք կզգաք այդ փոփոխությունները, սիրելի աղեղնավորիկներ, որովհետեւ 3 բարձրագույն մոլորակներ հենց տարվա սկզբից արդեն հիմնովին փոխում են իրենց դիրքավորումները եւ մտնում են հաջորդ կենթանակերպ, որը այսպես էական փոփոխություններ է նշանակում եւ տևական փոփոխություններ է բերելու մեր կյանք։ Նախ 26 թվականի հունվարի 26-ին Նեպտունը անորոշությունների, մշուշի, մոգության, միստիկայի, նաեւ խաբեության, մանիպուլյացիաների մոլորակ Նեպտունը մուտք կգործի Խոյ, որտեղ նա արդեն հիմնովին կմնա երկար ժամանակ, 12 տարի շարունակ։ Եվ Խոյը ձեր 5-րդ աստղատունն է, սիրելի աղեղնավորներ, ձեզ շնորհավորում եմ, այստեղ զարգացումները հիմնականում վերաբերվելու են երեխաներին, ստեղծագործական ձեր կարողությունների, ներուժի աճին, հատկապես այս դիրքը շատ բարենպաստ է, սիրելի աղեղնավորներ, եթե դուք զբաղված եք ստեղծագործական ոլորտում, կինոյի ոլորտում, չգիտեմ, SMM-ի ոլորտում, այսինքն վիդեոներ եք նկարում կամ բլոգինգով եք զբաղվում, այդ թվում նաև հեռուստատեսությամբ եք զբաղվում, կինո, թատրոն, այդ ամենը իհարկե նա ձեզ կարող է դարձնել հռչակավոր եւ հանրահայտ, այնպես որ եթե բազմապատկեք ձեր ջանքերը 12 տարվա մեջ մեծ հաջողությունների կհասնեք, սիրելի աղեղնավորներ, իհարկե քանի որ շատ երկար են մնում այդ բարձրագույն մոլորակները մեկ նշանի շրջանակներում, դա նշանակում է, որ զարգացումները կարող են շատ այսպես տարաբնույթ լինել, կարող են սկզբում դուք հիասթափվեք, ձեր մոտ ոչինչ չստացվի, վհատվեք, ձեզ խաբեն կամ որտեվ Նեպտունը մոլորությունների նշան է, 5-րդ տանը հեշտ այսպես փողի, շահումի գայթակղությունը մեծ է, եւ եթե դուք այնուամենայնիվ տաժանակիր աշխատեք, ոչ թե տարվեք այդ արագ եւ հեշտ ձեռքբերումների գայթակղությամբ, ապա ամեն բան լավ կլինի։ Ինչի պետք է տաժանակիր աշխատեք, սիրելի բարեկամներ, սիրելի աղեղնավորներ, որովհետև փետրվարի 14-ին 26 թվականին եւ Սատուրնը սահմանափակումների չարաբաստիկ այդ մեջ չարիք Սատուրնը նույնպես մուտք է գործում Խոյ եւ ձեր 5-րդ աստղատուն, որը նշանակում է որոշակի զարգացումներ երեխաների հետ կապված, այսինքն դրական զարգացումներ հնարավոր է, եթե երկար սպասում եք, երեխա չեք կարողանում ունենալ, ապա գալիք տարվա սկզբից այդ ուրախ լուրը ես զգում եմ, որ կլինի ձեզ մոտ, սիրելի աղեղնավորներ, եւ դուք շատ կուրախանաք հենց տարվա սկզբից։ Նու ընդհանրապես երեխաների հետ կապված տեղաշարժեր, փոփոխություններ, նոր ուսում, եթե ունեք երեխաներ, արդեն ինչ-որ ուսում կամ նոր ինչ-որ զբաղմունքներ պետք է անպայման նրանք շատ աշխատեն, որտեղ Սատուրնը տալիս է պատասխանատվություն, Սատուրնը տալիս է պատասխանատվության աճ, ավելի տաժանակիր աշխատանք, ուպես եթե ուզում եք հասնել հաջողության բիզնեսում, թե ուզում եք հասնել հաջողության, սիրելի աղեղնավորներ, պետք է այս 2 տարին է, դեռ 2 տարի է Սատուրնը գտնվելու Խոյ կենդանակերպում ավելի այսպես լուրջ աշխատեք։ Անցնենք խավարումներին, խավարումների ձմեռային միջանցք 2026 թվականի կբացվի փետրվարի 17-ին արևի օղակաձև խավարմամբ, որը տեղի կունենա կույս կենդանակերպի
որը տեղի կունենա ջրհոս կենդանակերպի 28-րդ աստիճանում, սիրելի աղեղնավորներ, եւ ձեր երրորդ աստղատանը։ Երրորդ աստղատունը գիտեք, որ նշանակում է շփումներ, կոնտակտներ, այսինքն նոր շփումներ, նոր ծանոթություններ, նոր միջավայր, նոր չգիտեմ, ընկերություն, նոր լուրեր, որտեղ երրորդ տունն է տեղեկատվության տունն է, շարժական գույքին է վերաբերվում, նոր շարժական գույք, նոր հարաբերություններ ձեր մտերիմների հետ, քույրերի, եղբայրների, մոտակա միջավայրի, հարևանների հետ, այսինքն այդ բոլորը նշանակում է, որ այդ նոր փոխհարաբերությունների հիման վրա արդեն կամաց ձևավորվելու է ձեր հաջողությունը։ Երկրորդ խավարումը 26 թվականի մարտի 3-ին դա լուսնի ամբողջական խավարումն է, 12 աստիճան կույս կենդանակերպում է ձեր 10-րդ աստղատանը, որը կրկին նշանակում է, որ այդ փոփոխությունները վերաբերվելու են գործնական ոլորտին, պաշտոնին, աշխատանք, եթե պետք է շատ ուշադիր լինեք, արդյոք ցանկանում եք այդ աշխատանքը շարունակել կատարել, թե ուզում եք այլ գործ, այսպես ասած, ձեզ համար ընտրել եւ ավելի բարձր կամ բիզնեսով սկսել զբաղվել եւ ավելի բարձունքների հասնել։ Եվ երրորդ բարձրագույն մոլորակը, որը 26 թվականին փոխելու իր դիրքավորումը, դա Ուրանն է, սիրելի աղեղնավորներ, ապրիլի 26-ին 26 թվականի Ուրանը մուտք կգործի երկորյակներով, այդտեղ կմնա շուրջ 7 տարի, մինչև 32 թվականի օգոստոսի 3-ը։ Շատ կարևոր է ձեզ համար Ուրանի դիրքի փոփոխությունը, որտեղ Ուրանը հայտնվում է ձեր 7-րդ աստղատանը, իսկ 7-րդ աստղատունը դա այն առանցքային տունն է, որը պայմանավորում է մեր փոխհարաբերությունները միջավայրի հետ, մեր գործընկերների, զուգընկերների հետ, առհասարակ բոլոր այն մարդկանց հետ, ում հետ մենք շփվում ենք, ասում են ինչպես եք դուք վերաբերվում միջավայրին, ձեր շրջապատողներին, ասում է, իսկ դա կապված է նրանից, ինչու են իրանք ինձ շրջապատել, հա, այսպիսի վիճակում կհայտնվեն աղեղնավորները 26 թվականի ապրիլի 26-ից հետո, իհարկե Ուրանը 25 թվականի արդեն հուլիսի 7-ից մինչև նոյեմբերի 8-ը 25 թվականի արդեն գտնվել էր կարճ ժամանակով մուտք էր գործել երկվորյակներ եւ դուք արդեն իսկ պետք է զգացած լինեիք այդ փոփոխությունների քամին, այդ շունչը, շատ անկանխատեսելի զարգացումներ հնարավոր են սիրելի աղեղնավորներ ձեր անձնական կյանքում, հիմնականում անձնականի հետ կապված, եթե արդեն իսկ խնդիրներ ունեք անձնական կյանքում, այսինքն ամուսնության մեջ ամուսնացած եք, արդեն խնդիրներ ունեք, դա կնշանակի հնարավոր է բաժանություն կամ հնարավոր է ձեր ամուսինը կամ կինը մեկնեն արդ երկիր, նույնպես հավանական, որը նույնպես նշանակում է, պարտադիր չէ այդ բաժանությունը թղթի վրա լինի, կարող է այդ հեռավորությունը խորհրդանշի այդ բաժանությունը, որովհետև ընդհանրապես եւ աղեղնավորը եւ երկորյակը շատ դինամիկ նշաններ են, փոփոխական նշաններ են եւ շատ արագ զարգացող իրադարձություններ է խորհրդանշում Ուրանը երկորյակում եւ անկանխատեսելի, նոր միջավայր, շատ նոր տարօրինակ մարդկանց հետ կարող է սկսեք շփվել ավելի այսպես կամ էզոտերիկ գիտելիքներ ունեցող մարդկանց հետ ավելի լայն սկսեք շփվել նրանց հետ կամ փոփոխվի ձեր միջավայրը, այսինքն այն միջավայրը, որտեղ դուք հիմա գտնվում եք, արդեն այնքան է ճահճացել եւ այնքան ձեզ տհաճ է, որ դուք գնաք այդ էական փոփոխության, արդեն այդ հին միջավայրի հետ չշփվեք, ընդհանրապես առնչություն չունենաք եւ ձեր համար ստեղծեք նոր ընկերական միջավայր։ Ուրանը 7-րդ տանը կարող է բերել անսպասելի թշնամական վերաբերմունք, այդ թշնամական վերաբերմունքը կարող է լինել թե ձեր շրջապատի մարդկանց, թե ձեր բարեկամների հետ կապված փոխհարաբերություններում, այնպես որ չզարմանաք, երբ դա տեղի ունենա, դե ընդհանրապես աղեղնավորները շատ ընկերասեր եւ այսպես բարեդրացական հարաբերություններ սիրող մարդիկ են, բայց Ուրանը իհարկե ստիպելու է նրանց փոխել վերաբերմունք, հնարավոր է նաև ինչ-որ ժամանակ դուք ընդհանրապես կտրվեք ձեր միջավայրից, գտնվեք արտասահմանում կամ երկար ժամանակ գտնվեք արտասահմանում կամ ավելի հաճախակի ճամփորդեք, որովհետև այնպես Ուրանը երկորյակում խորհրդանշում է օդային ճամփորդությունների հաճախականությունը։ Ու իհարկե ես առանձին ավելի մանրամասն կանդրադառնամ Ուրանի դիրքի փոփոխությանը, թե Facebook-յան լայվով եւ թե այս YouTube-յան ալիքի
տեսանյութերում, այնպես որ անպայման բաժանորդագրվեք եւ հետեւեք ինձ YouTube-ում եւ Facebook-ում։ Հաջորդը դա Յուպիտերն է, իհարկե Յուպիտերի դիրքի փոփոխությունը նույնպես շատ կարևոր է ձեզ համար սիրելի աղեղնավորներ, քանի որ Յուպիտերը ձեր իսկ թագավորն է եւ իշխանավորը եւ կառավարիչը մեծ երջանկության մորակ Յուպիտերը հունիսի 35-26 թվականին մուտք կգործի Արյուծ եւ ձեր 9-րդ աստղատուն սիրելի աղեղնավորներ։ Մինչ դա նա կգտնվի խեցգետնում, այսինքն մինչև հունիսի 30-ը տարվա առաջի կեսին նա գտնվելու է խեցգետնում, որը ձեր 8-րդ աստղատուն է եւ կապված է ֆինանսական ոլորտի հետ։ Ինչ որ խնդիրներ եւ տատանողական իրավիճակ ֆինանսական ոլորտում հնարավոր հիպոթեք եք վերցրել այս ընթացքում, մեծ վարկ եք վերցրել բիզնեսի զարգացման համար կամ այլ նպատակներով, կամ ավելացել են ձեր զուգընկերներ, գործընկերների եկամուտները, կամ դուք շատ ավելի ջանքեր եք գործադրում, որ այդ եկամուտները աճեն ու հիմնականում փոփոխությունները իհարկե ձեր մոտ կապված են անշարժ գույքի հետ, ընդհանրապես Յուպիտեր 8-րդ տանը տալիս է անշարժ գույքի հետ կապված ինչ-որ դրական զարգացումներ, նոր անշարժ գույք եք ձեռք բերել հիպոթեկով եւ այժմ անհրաժեշտ է այդ ամենը ասած տակից դուրս գալ։ Դե Յուպիտերը 9-րդ տանը տարվա երկրորդ կեսին կնպաստի դրան, հատկապես լավ է, երբ որ դուք ճամփորդում եք այդ ժամանակ հեռավոր երկրներ եւ կամ համագործակցում եք արտասահմանյան կազմակերպությունների հետ կամ այնտեղ աշխատում եք արտասահմանում, այսինքն դա կնպաստի նաև ձեր նյութական հաջողությունների բարձրացման, նյութական նոր ֆինանսական նոր աղբյուրներին, բարեկեցության ամրապնդմանը։ Եվ Յուպիտերը կմնա Արյուծ կենդանակերպում, որը խիստ բարենպաստ է, թապես բոլոր հրեղեն նշանների համար, բայց հատկապես ձեզ համար, սիրելի աղեղնավորներ, Յուպիտերը ձեր ղեկավարն է, ձեր տրիպլիցի հրեղեն տրիպլիցիցետի ղեկավարն է, նաև շատ հզոր է Արյուծում, նաև ոչ միայն խեցգետնում, նաև առյուծում է հզոր Յուպիտերը, այնպես որ ձեզ տարվա երկրորդ կեսին նույնպես շատ հեռանկարային առաջարկություններ են սպասվում արտասահմանում աշխատելու հետ կապված, ինչ որ արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության հետ կապված, եթե դուք ձեր անձնական կյանքը դեռ չեք դասավորել, սիրելի աղեղնավորներ, ինչ որ արտասահմանցի հարուստ մարդ անպայման ձեզանով կհետաքրքրվի, սիրելիներս, եւ բարձր է հավանականությունը, որ մեկ տարվա ընթացքում մինչև 27 թվականի հուլիսի 26-ը դուք ամուսնանաք այդ անձնավորության հետ եւ մեկնեք արտասահման բնակվելու, շատ բարձր է դրա հավանականությունը։ Իհարկե, ես չեմ կարող ասել, որ բոլոր աղեղնավորները կամուսնանան 26 թվական, դա կապված է ձեր անհատական հորոսկոպից։ Հասկացեք, որ մարդկության 1/12 մասը աղեղնավորներ են, իհարկե նրանք տարբեր հաջողություն ունեն, միևնույն զարգացումները չեն սպասվում բոլորին, բայց ամեն դեպքում անձնական ոլորտում նույնպես շատ բարենպաստ է աղեղնավորների համար Յուպիտերը Արյուծում, այնպես որ բաց մի թողեք այս ճակատագրական հնարավորությունը եւ անպայման այսպես մի ընդդիմացեք փոփոխություններին, սիրելի աղեղնավորներ։ Եվ հուլիսի 27-ին վերընթաց լուսնային հանգույցը կամ ռախոն մուտք կգործի ջեր հոս եւ ձեր երրորդ աստղատունը, որը նույնպես խորհրդանշում է ճամփորդություններ, հաճախակի կլինեն ճամփորդություններ, մի կարճ ճամփորդություններ, ավելի կսերտանան ձեր փոխհարաբերությունները քույրերի, եղբայրների հետ, մոտակա միջավայրի հետ, նոր ուսում, նոր շարժական գույք, այնպես որ հանրապես ես տեսնում որ տարին բարենպաստ են ընդհանուր առմամբ ձեզ համար սիրելի աղեղնավորներ, պես որ մի դժգոհ եք կյանքից։ Պլուտոնը գալիք տարվա ընթացքում 5-ից 7 աստիճան ջրհոսում է լինելու, ընդհանրապես 20 տարի շարունակ 2024 թվականից գիտեք որ Պլուտոնը հիմնավորվել է ջրհոսում եւ ձեր երրորդ տանը, որը նույնպես նշանակում է ավելի հաճախակի ճամփորդություններ, ավելի շատ եք ճամփորդելու, նոր միջավայր, նոր շփումներ, նոր ծանոթություններ, նոր ուսում, նոր շարժական գույք, այդ Պլուտոնը, որ 20 տարի շարունակ է մնալու այդ երրորդ շրջանակներում, դա արդեն կնշանակի շատ բազմաբնույթ փոփոխություններ, էական տրանսֆորմացիաներ, ինչքան ավելի երկար է տվյալ մորակը մնում, տվյալ կենդանակերպում, այնքան մեծ արմատական փոփոխություններ է նա բերում։
Մի խոսքով ես տեսնում եմ, որ արտասահման եք մեկնելու սիրելի աղեղնավորներ, ոնց նայում ես դա է։ Եվ անդրադառնանք նաև տարվա 26 թվականի ամառային խավարումների միջանցքին։ Այս միջանցքը սկսվում է 26 թվականի օգոստոսի 12-ին, արևի ամբողջական խավարմամբ 20 աստիճան առյուծում եւ կրկին ձեր 9-րդ տանը, որը կրկին նշանակում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել այդ արտասահմանյան առաջարկություններին։ Անպայման դուք դա կսկսեք ստանալ տարվա ընթացքում, տարվա երկրորդ կեսին, ավելի հավանական է, որ դուք այդ առաջարկությունները կստանաք, այդ ծանոթությունը ապագա ամուսնու հետ կլինի հենց տարվա երկրորդ կեսին, սիրելի աղեղնավորներ, եւ ճամփորդություններ շատ ավելի կհաճախակյանան, թե իհարկե ամուսնացած եք, արդեն կարող է այդպես լինել ձեր ամուսինը ավելի ինչ որ առաջարկություն ստանա արտասահմանյան կազմակերպության աշխատելու կամ արտասահմանում աշխատելու, պես որ շատ բազմաբովանդակ փոփոխություններ արտասահմանում։ Եվ երկրորդ խավարումը 26 կամ վերջին խավարումը 26 թվականի օգոստոսի 28-ին տեղի կունենա լուսնի մասնակի խավարում 4 աստիճան ձկներում եւ ձեր 4-րդ աստղատանը, որը կրկին կապված է հենց տան, հայրենիքի, անշարժ գույքի, ծնողների հետ, այսինքն կրկին այստեղ շատ կարևորվում են այդ բոլոր հարցերը, արդյոք դուք ցանկանում եք մնալ հայրենիքում, թե ցանկանում եք հեռանալ, որտեւ այդ Ուրանը 7-րդ տանը նա անխուսափելիորեն բերելու է մեծ փոփոխությունների ձեր միջավայրի հետ փոխհարաբերություններում, գործընկերների եւ զուգընկերների հետ փոխհարաբերություններում։ Եվ այս խավարումը իհարկե այսպես ավելի մեծ հստակություն կպահանջի տարվա ընթացքում այս հարցերի շուրջ։ Մերկուրին գտնվելու է աղեղնավորում դեկտեմբերի 6-ից 2026 թվականի մինչև դեկտեմբերի 25-ը եւ դա շատ բարենպաստ դիրք է ճամփորդությունների համար, նոր գործնական կապեր ստեղծելու համար, պայմանագրեր ստորագրելու համար եւ այլն։ Նու Մարսը եւ Վեներան 26 թվականի ընթացքում չեն տարանցելու աղեղնավորով, դա ոչ մի խնդիր չկա դրանում, որտեղ շատ արագաշարժ մուրակներ են, եւ Սև լուսին անդրադառնանք նաեւ Սև լուսնին, ինչու շատ կարեւոր է Սև լուսինը, որովհետեւ 25 թվականի արդեն դեկտեմբերի 20-ից սկսած Սև լուսինը մուտք կգործի աղեղնավոր եւ ձեր առաջի աստղատունը, որը նշանակում է, որ մեծ փորձությունների է ենթարկելու ձեզ Սև լուսինը, այստեղ նա խլում է, կարող է խլել ձեր էներգիան, որտեղ Սև լուսինը վամպիր է, խլել ձեր հաջողությունը, ձեր ֆինանսները, այսինքն եթե դուք սխալ ընտրություն կատարեք, ինչ որ սխալ կողմնորոշվեք գալիք տարվա ընթացքում, ապա խնդիրներ կունենաք անպայման գրեթե բոլոր ոլորտներում, թե անձնական, թե գործնական, թե ֆինանսական։ Սև լուսինը նաև գայթակղիչ հատկություն, այսինքն նա գայթակղում է փոխել ձեր դավանանքը, ձեր գաղափարախոսությունը, դավաճանել ձեր սկզբունքներին, նույնպես Սև լուսինը այդպիսի հատկություն ունի, որ այդպիսի իրավիճակներ, սիտուացիաներ են ստեղծում, երբ որ դուք այսպես կամա թե ակամա ցանկանում եք թե չէ, իբրև թե դավաճանում եք ձեր սկզբունքներին։ Ահա դրան նույնպես պետք է շատ ուշադիր լինել ձեր գաղափարախոսությանը, ձեր կրթությանը, այսինքն ոչ հարիր ինչ որ վայրում աշխատեք կամ ձեր կրթությանը ոչ համապատասխանել, Սև լուսինը դա միջի կարող է կազմակերպել։ Խնդիրներ կարող է բերել նաև արտասահմանում, այնպես որ եթե այնուամենայնիվ ցանկանում եք մեկնել արտասահման, դա 26 թվականի սեպտեմբերի 14-ից հետո, երբ Սև լուսինը կլքի աղեղնավոր կենդանակերպ եւ մուտք կգործի այդ եղջյուր ձեր երկրորդ աստղատուն, այստեղ նա կառաջացնի արդեն ֆինանսական ոլորտում գայթակղություններ, մեծ գումարներ հնարավոր է դուք սկսեք տնօրինել, բայց չիմանաք ինչպես բաշխեք այդ գումարները, ինչպես վարվեք այդ գումարների հետ եւ կորուստներ ունենաք։ Ահա թե ինչու մշտապես ես ասում եմ համեցեք խորհրդատվության, որպեսզի ես մանրամասնորեն վերլուծեմ այս ամենը եւ բացատրեմ, թե ինչպիսի վտանգներ են ձեզ սպասվում 26 թվականին եւ ինչպիսի հաջողություններ եւ երբ ինչ կարելի է նախաձեռնել։
որովհետև ամեն պահի, ամեն վայրկյան, ամեն ամիս, ամեն օր չի կարելի ցանկացած գործունեությամբ զբաղվել, չի կարելի ասենք բիզնես հիմնադրել, չի կարելի ամուսնանալ, չի կարելի բաժանվել, այդ ամենը իրականում տիեզերական այդ ռիթմերով կարգավորված է, եթե դուք դեմ եք գնում այդ տիեզերական ռիթմերին, իհարկե դուք մեծագույն խնդիրներ եք ունենալու։ Իսկ որպեսի դուք չունենաք այդ խնդիրները, սիրելի աղեղնավորներ, հորդորում եմ ձեզ անպայման ձեռք բերել այս զարմանահրաշ թևնոցները, ինչպես կենդանակերպի նշանների այդ քարերը, բնական քարերով, այնպես էլ 26 թվականի գերհզոր 9 քարերը, որոնք տալիս են 9 տեսակի հաջողություններ, շատ մեծագույն գեղեցկություն է, հատեսեք ինչպիսի քարեր են, բոլորը բնական, շողշողուն փայլուն, շատ լավ արդեն արձագանքներ կան այս 9 բնական քարերով թալիսմաններից, այնպես որ շտապեք ձեռք բերել մինչև տարվա վերջ, ամանորից հետո բոլոր գները աճելու են եւ իհարկե համեցեք խորհրդատվության, ասեմ որ 50% զեղչ թե այցի համար եւ թե on-line խորհրդատվության համար, նաեւ զեղչվում են 50%-ով իմ բոլոր մոգական ծառայությունները եւ 50% զեղչ կգործի նաեւ քարտալիսմանների համար, սիրելի աղեղնավորներ, ահա այսքանը, ես ձեզ ցանկանում եմ ֆանտաստիկ 2026 թվական, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերցյանի իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ հետեւեք ինձ նաեւ Facebook-ում, Telegram-ում, իհարկե երկու YouTube-յան ալիք ունեմ, աստղային խորհրդատու Աննե Հախվերցյանի հետ եւ աստրոմագիա եւ թալիսմաններ, հետեւեք ինձ նաեւ TikTok-ում, Telegram-ում, Facebook-ում եւ Instagram-ում, ամենայն բարի կհանդիպենք։